Կոֆե խմողներ, միացեք ինձ։ Բարի լույս հետևորդներ ջան, բարի լույս իմ հարազատներ, այդպես կարելի ասել, որովհետև ինձ իմ կողքին եք, ինձ օգնում եք ամեն հարցում, թե խորհուրդներով, թե լավ մեկնաբանություններով, ինչու՞ չէ, ձեր գրածները ինձ ավելի է ոգևորում, ոգեշնչում։ Այդպես օրը շաբաթ է, բայց Նազոն պետք է գնա աշխատանքի, չգիտեմ ինչի, գոնե շաբաթ օրերը, այդ ծանր աշխատանքային օրերից հետո մնայինք տանը։ Եղանակը տխուր է, դուք տեսել եք, սիրելի հետևորդներ, նկատել եք, որ երբ կիրակի է լինում, որ ես պետք է մնամ տանը, եղանակը ցուրտ է լինում, անձրևում է, չգիտեմ, հիմա այս եղանակը իմ կողմից է, թե իմ կողմից չէ, ինչ կարծիքի եք, դատելով, տեսնելով ինձ, ինչ կարծիքի եք, շատերը կգրեն հիմա, այո Նազո, քո կողմից է, մնա տունը հանգստացի, շատերն էլ կգրեն ոչ, քո կողմից չէ, դու սիրում ես բնությունը, պետք է դուրս գայր դաշտ, մաշտ, գնայր, չգիտեմ, բայց հիմա ահա որ մթնտած է, երեկ էլ էր այդպես, անձրև է միգուցե գալիս, դե վաղն էլ գիտեմ շաբաթ կիրակի լսել եմ, որ անձրև է տվել, բայց դե ինքան գործեր ունեմ դրսի հետ կապված, տորոնի արմատներ, գոնե այն որ մի ժամ էլ մի քիչ եղանակը լավ լինի, անպայման պետք է գնամ հավաքեմ։ Հիմա կասեք քո կողմից չի եղանակը։ Բա ինչ անեմ, շատ պատվերներ կա, այդ տորոնի արմատներն էլ դե մինչև զատիկա։ Զատիկից հետո ներկայացում ումն է պետք։ Չնայած ես էլի եմ ասել, որ տորոնի արմատները օգտագործում են նաև որպես դեղամիջոց, որ կարդակ տեսնեք, ինչքան հիվանդությունների դեմ է պայքարում, կիմանաք, մարդիկ կան, որ մինչև հետո էլ են վերցնում, հետո էլ կվերցնեն։ Մայրամաղոտի մասին էլ չեմ խոսում, շատ վերցրեցի, շատ գնեցին, բայց գիտեք, երբ ավելի շատ կգնեն, երբ որ օգտագործեն, խմեն, տեսնեն ազդեցությունը, այն որ իրոք չեմ փափում, արդեն մեկը մյուսին կփոխանցեն ծանոթին, հարևանին, բարեկամին, որ այսպիսի հրաշք խոտաբույս կա ու այդ ժամանակ էլ կսկսվի լավ վաճառքը, որովհետև մինչև չես օգտագործում, իր այդ զորությունը, ազդեցությունը չես զգում, չես իմանում։ Այնպես որ ես գիտեմ, վստահ եմ, որ լինելու է նման բան։ Ձայնը լսենք կոֆեի, օպ, լավ է չթափվեց։ Ամուսնուս հետ կոֆե խմենք, մի քիչ զրուցենք։ Հրանտ, դեսից դենից, եղանակից, որ գնամ։ Ակի վրա դու էիր սենց պատվիրե քո կողմից, թե իմ թշնամինը, կար չես, չեն կարա գնանք հողամաս, քո կողմից այսի, դու խոսացել ես հաստատ։ Նոր էտ եմ ասում եմ հետևորդներ ջան, այդ եղանակը իմ կողմից է, թե իմ կողմից չի, թե Հրանդի կողմից է, քո կողմից է, որ չգաս հողամաս գործ անես։ Բայց լավ անձրև է եկել, հա։ Մեր շենքի ջրափոսերը ավելի են շատացել։ Դա նշանակում է, որ ողջ գիշեր լավ անձրև է եկել։ Եղանակը սառը, աղջան, թռչուններ, մենակ դուք եք երգում հավեսի։ Այս խաղաղությունը, այս պահը այնքան շատ եմ սիրում, որ նայում ես խաղաղությունը, որ շարժ չկա, քեզ թվում է միացած խաղաղ հեքիաթային աշխարհում ես ապրում, թռչունների երգի տակ, արդեն
ծառերը ծաղկում են, սիրելի հետևորդներ, երևի առաջինը նուշը, հոնս, հաղարջը, դրանք ծաղկել են, հեսա ծիրանն էլ կծաղկի, իսկ դաշտերում արդեն վայրի նուշն է ամբողջովին ծաղկել, բադամ ենք ասում, բադամ չա, այդպես, դա ուժեղ դառը կորիզ ունի և օգտագործում են հիվանդությունների համար նույնպես, Սենց մտնենք ներս, պատրաստվենք գնանք գործի, սիրելի հետևորդներ հիշում եք չէ, քանի օր առաջ եմ այս կտավատի սերմերը ցանել, աճեցրել ու տեսեք իրենք արդեն բավականին աճել են, ինչ եմ ուզում ասել, կարելի է ընդամենը զատիկից մոտ մի շաբաթ առաջ աճեցնել, որ շատ չբարձրանան, ահագին բարձրացել է, սա համարվում է միկրոկանաչի, կարող են կտրատել և ուտել, ավելի շատ վիտամիններ են պարունակում, գնամ աշխատանքի գամ, երևի էլի ինչ-որ սերմեր կցանեմ, այս անգամ փոքրիկ ամանի մեջ չիայի սերմեր կցանեմ և մեր բնությունը ասել եմ չէ, որ բնությունն էլ առատաձեռն է, այնպիսի գեղեցիկ խոտի փնջեր է ստեղծել, որ ես ամեն տարի բերում ու դնում եմ, զարդարում եմ զատիկի սեղանը, ինչ եմ ուզում ասել, որ ոչ շուտ աճեցնելն է մի բան, ոչ էլ ուշ, պետք ժամանակին աճեցնես, ցանես, որ իմանաք շուտ ցանելն էլ մի բան չի, Ահա առավոտ շուտ այսպես մաքրած, լվացած, պատրաստ մաքուր գնում եմ, մինչև գործի գնալս էլ հասցնում եմ խոհանոցը կարգի բերել, լվանալ մաքրել, բայց միևնույն է գալիս եմ էլի շատ ու շատ գործեր, բայց թեթևացած է լինում գործերս, հոգսս թեթևացած է լինում, նոր կորոշեմ ինչ պատրաստենք, ինչ անենք, բոլորով տանն են, վաղն էլ մերին մեզ կմիանա և ձեզ համար մի հատ հետաքրքիր բլոգ կնկարենք, դուք էլ կտեսնեք, ուրախանաք, այսքանը սիրելի հետևորդներ գնացի, սիրելի հետևորդներ արդեն ես տանն աշխատանքից վերադարձա, քանի որ եղանակը շատ ահավոր է, չեմ ուզում ասել օրը ահավոր է, օրը ահավոր չի, Փառք Աստծո, եղանակն է ահավոր, բայց էդ էլ չի կարելի ասել ահավոր, կհասկանաք ինձ, անձրևային եղանակ է, չեմ կարող գնալ դուրսը, արմատներ հավաքել, խոտաբույսեր, բանջար, հողամասի գործեր, ես ինձ այսօր ամբողջովին լիովին նվիրում եմ խոհանոցին, խոհանոցային գործեր, ու ինչ եմ անում, կացան վերցրել եմ, լավ եմ արել ու այսօր մենք նորից տնական կաթ ենք գնել, կաթը գնել եմ, շատ համեղ բաներ պետք է սարքեմ և հաճախ ասել եմ, չէ, որ մեր ընտանիքում բոլորով կաթնամթերք սիրում են, մանավանդ կաթի հետ կապված, մանի, կաթնով, երեկվանից մանի են ուզում, ես էլ նես չի, որ չեմ սիրում, բայց կաթնով ավելի շատ եմ նախընտրում մանիից, հիմա այս կաթը ես քամեմ, իհարկե շատ մաքուր է, բայց պետք է քամեմ, այս քամիչը շատ կերով է, որ կարիք չկա մարլա դնելու, գիտեք չէ, որ հանկարծ կաթը կտրվում է, չեք թափում, կտրված կաթից լավ տվառոկ է լինում, այն էլ տնական համեղ տվառոկ, ինչ-որ բաներ եմ որոշել պատրաստել, քանի որ ես պատվիրել էի ձևաման էի պատվիրել Տեմուից, շատ սիրուն, տենց նայեք, այսպես ավելի լավ է երևում, ծաղիկներ, բանտիկ, տերև, կոնֆետ, վարդ, և ժելե ենք պատրաստում, ես վերցրել եմ հյութ, սև հաղարջի հյութ է և հիմա ժելատինը կակտիվացնեմ,
Քանի որ դարակը բացեցի ժելատինը հանելու համար, բրինձը կհանեմ կատնովի համար, մանի եմ գնել եւ սա էլ ժելատինը։ Սեզոնին ես պատրաստել եմ այդ ժելատինով մրգային ելակով տորտ, համեղ է եղել։ Կդնեմ սառնարանում, լավ խառնեցի, ինքը լուծվեց, դոնդող ենք պատրաստում, դոնդողե կոնֆետներ։ Եվ սա դնեմ սառնարանը, թող մի քիչ մնա։ Ջուրը միացրել եմ բրինձը եփելու համար եւ այս մեկ բաժակ հյութը լցնում եմ այստեղ։ Սիրելի հետևորդներ, այստեղ ես հյութի մեջ ինչ եմ արել, մի գթալել հոնի այդ ջեմ եմ լցրել, որ մի քիչ թթվայնություն լինի, իհարկե կարող էի լիմոնի հյութ լցնել, բայց այս պահին տանը լիմոն չկա, լիմոնի աղել չեմ լցնի, ավելի լավ է հոնի թթվայնություն ու գույնն էլ ավելի կարմիր է։ Մի փոքր շաքարավազ, շատ քիչ, կարևոր է, որ մի քիչ քաղցր լինի։ Ինչ ասում։ Հետո հազմանկարի ուղարկի։ Բացա եմ հանել, որ մանին պատրաստեմ։ Եվ այստեղ բրինձը եռում է։ Ես ջրով մի փոքր էփելու եմ, հետո կաթ ավելացնեմ։ Կաթնովը կուտենք նոր մանին։ Այդպես է աշկիս երևում, թող մի եռա, հետո տաք կաթը կավելացնեմ, իսկ մանիի դեպքում պետք է կաթը սառը լինի, մանին լցնեմ մեջը ու էփեմ։ Կաթը եռացրի ու անջատում եմ, այնքան համով ու յուղոտ կաթ է, եւ կաթն էլ լցրեցի այստեղ։ Մյուս գործն էլ սա է, արդեն հյութը պատրաստ է եւ ժելատինն էլ, դոնդողն էլ, տեսեք, պնդացել է, իսկ նա լցնում եմ այստեղ ու եռացնենք։ Լսեցաց, Լիլիթի համար կոնֆետներ, թեկումանի մեջ լցնել։ Ու խառնենք, թող հալվի։ Հերիքա Լիլիթի դուրը եկավ։ Հա կասի սարքի։ Կատնովն էլ եռում։ Ձևամանը մի փոքր տենց բուսայով անենք։ Շատ թույլ։ Նես չէ, որ լրիվ ձեթի համ կլինի, շատ թույլ բուսայով անեմ։ Վերջ։ Ոչ աղ եմ գցում, ոչ շաքարավազ։ Հարմար է սրանով լցնելը, ինքը սենց լցնելու տեղ ունի։ Դե Ոյ շատ լցրեցի։ Սա էլ կարող եմ այս ձևամանի մեջ լցնել, ուրեմն մի փոքր այսպես կլցնեմ, որ սառի։ Ահա։ Թող սառի, կատնով էփելա։ Էս պիտի ամբողջ գործերս թողեմ, նստեմ, տակ ուտեմ։ Էփելա։
Վայ, ես գործերս ես իշքան խառնվեցին իրար։ Այս աղջիկն էլ մի կողմից։ Լիլիթ, կաթնով ուտում ես։ Հը? Կաթնով։ Փաստորեն ոչ մեկ չի ուտում, մանիի են սպասում։ Դե ավելի լավ իմ բաժինը։ Մանի փող։ Չէ։ Մանի։ Մանի կաշա։ Դու էլ գիտես փող։ Վայ, Լիլիթ։ Հա, փող տամ, որ գաք կաթնով ուտեք։ Դավա, չէ։ Բայց ինչի պիտի տամ, որ հենա ես կուտեմ, դուք մի կերեք, ես կուտեմ, մի հատ են աղտուր, դուր, չկպնես ես ժելեներին, որ դնեմ սառնարան, մի փոքր աղ եմ լցնում, բայց հիմնականը շաքարավազ, քաղցր, ու տակ, նազոն կուտի, թող չուտեն, մանին պետք է կաթը սառի նոր, տակ լցնեմ մեջը կգնդվի։ Այս պահին այս միրգն էր տանը, դրա համար բանան դրեցի, ինչա լինում որ, և սա տեղափոխեմ ես զգուշ ափսեի վրա, ահա, այն ու բա unboxing ասում, այն ինչ ես գնաց է առը, ես ինչի առար, այն մաներից առնեի, տարել, այն յանի վրա էր, մի քիչ են կոմ, տարել էին, հենի համով ա, հա, լավ, ես էլ ես տեսակն առել, կոտեմ, Իսկ քոնը կոտեմ ես բերը, փաստորեն ես թարխուն առա, դու էլ գնացիր իմինա, դու կոտեմ առար, չկար է կոտեմ Եղեգնաձոր, թարխունը վերցրեցի։ Ես իպտի քիչ լցենք սենց սարի, մեկա հնելու է երեսը, պիտի սարի, Քանի որ շտապում ենք, այդքան ժամանակ չունեմ սպասեմ, սենց կդնենք թող սառի, երեսը թող մնա, մեջը չլինի, ինչ կլինի որ, բան է չի լինի, սա էլ տեղափոխեմ սառնարան, այդ մանր պեչենիներն էին, սրանքից ճիշտ ասած չեմ փորձել, և ես թվում է, որ լավը կլինի, Դոնա շանտ, տեսնեմ էլի շանտ ապրանքանիշինն է, չի կոշար, ոչ շանտին է չի սա, լավ տարբերակը չեմ, հաց ու պանիր, կեր ու բանիր, Եղեգնաձորից լավաշ եմ բերել, թրջած, կտրտած, շատ լավ լավաշներ, արի հաց ու պանիր, կեր ու բանիր, Գալի, պատշկամբ, նայում, չէ, առավոտից կարելի ասել գիշերվանից անձրև, ցուրտ, բայց կանանչը ինձ սիրուն դուրս եկավ է, կանանչը փչեց, Չէ, չի կտրվում, հույսեր էլ չկա, վաղն էլ որ կտրվեցին, չէին ինձ ցեխալնելու, Սիրելի հետևորդներ, դոնդողը իչքան որ հարկներ մնաց սառնարանում, լավ սառել է և հիմա ես ուզում եմ հանեմ, հոպ, չգիտեմ ոնց կլինի, ինձ ձև կլինի, բայց առաջի անգամ է,
Լավ է, վատ չի։ Ոչինչ, վատ չի։ Լավ պոկվում է։ Տերևիկներ։ Ավել պակաս, չգիտեմ, առաջի անգամ եմ պատրաստում, մի հատ նայեք ինձ, սիրուն վարդ եղա, ինչ որ մի բան եթե սխալ եմ արել, կարող եք գրել, ես չեմ եղանում, ընդունում եմ խորհուրդներ, ես չի որ նեղանալու եմ, մարդ ամեն ինչ էլ խորհուրդների արդյունքում է սովորում, կարող եմ մի բան սխալ եմ անում, դուք ինձ ուղղություն ցույց կտակ, կասեք, ահա։ Վատ չի։ Հիշում եք, մի հատ էլ տորթիկ ունենք։ Լայ, էս էլ է վարդ։ Որ մարդու գործերը լավ է լինում, չէ, գործերը, ոնց են ասում, գործերը լավ է, աշխատանքը երգելով է անում, հիմա իմն է։ Գործերս լավ է, երգում եմ։ Մի անգամ վլոգում էլի երգում էի, հիշում եմ մի հատ վլոգ էի նկարել ու երգում էի, մի մեկնաբանություն տեսա, գրում են, տակը գրել էին, սրա գործերն էլ լավացավ, երգումը արդեն։ Ահա, սիրելի հետևորդներ, լավ, վատ ստացվեց։ Կարող եք գրել մեկնաբանություններում, ոնց եղավ, միգուցե ինչ-որ մի բան սխալ եմ արել, ուղղեմ։ Կարևորը, ահա, կարևորը, որ այսպես սառել է բանաններով, հիմա սրա հերթն է, չգիտեմ ոնց եմ հանում, ինձ ձև, միգուցե սրա գործը ավելի հեշտ է, չեմ կարող ասել, բայց նայեք, ահա, և, գեղեցկություն, ահա, ինչ կարծիքի եք լավ է, թե ոչ, իրա գույնը վարդ չի, որովհետև ես մեջը լցրել եմ այդ հոնի ջեմից, դրա համար այսպես մեջը սենց կտորներ են, բայց դե հո համեղ է, կարևորը շատ լավ ստացվել է, նայ լի, ես սենց, նայ, որ կողմով է սիրուն, Այն, հետիք ծաղիկ վարսնենք, տակի, հիմա կտրում ենք, ես? Ժել է, արշոտ, ժելատինով, նայ, աշ, ես կողմն է բանանա, չես ուտում, լիլիթու ես կուտենք, Պապան էլ չի ուտում, չգիտեմ, դոնդողները պատրաստ են, տորթիկը չեն կարող թող չուտեն, հլը կեր ու գնահատի լիլիթ, համով ա? Սարնա, Համով ա, ռանգըտ խարնիր, համով ա, թե չէ, ռանգըտ խարնիր լիլիթ, որն ես ուզում, բանանովը չուզեցի, չէ, բանանովը կաֆետն եմ ուզում, մի հոտ էլ կոնֆետիկ, հետը բրտնի, վիկեր, չեմ ուզում, ես բանանովը հավանեցի, ես էլ, Խանութինն ա լավ, խանութինը կերել եմ, բա մի հատ էլ ասեմ, Սիրելի հետևորդներ, հիմա եկավ այն պահը, որ ես պետք է մանի պատրաստեմ, բայց դե
գրական անվանումը ինչ է, սպիտակաձավար։ Բայց այն, որ աչքներս բացել ենք, լսել ենք մանի, մանի կաշա, մանի գրականը սպիտակաձավար։ Ահա, կաթը սառել եմ, քիչ եմ պատրաստելու, տաք կաթով, որ պատրաստում ենք, լցնենք տաք կաթի մեջ, անմիջապես մանին ինքը գնդվելու է։ Ճիշտ է, որ սառը այսպես, մի փոքր էլ ջուր եմ լցնում, շատ քիչ, ես բացում եմ սպիտակաձավարը, գիտեք ինչ եմ պատվիրել Տեմուից, այն որ խոհանոցին շատ անհրաժեշտ է, տեսնեմ երբ տեղ կհասնի, տոպրակներ են հատուկ այս ձավարեղենի համար, մակարոնների համար, համեմունքների համար, իրանք տենց փոքր կափարիչով, պտուտակով, որ բացես ու լցնես։ Հիմա սա բացեցի, այսպես գթալով լցնեմ, սա համարենք 1 գթալ, սա 2 գթալ, սա 3 գթալ, սա 4 գթալ, այ տեսեք, այսենց անենք, որ չէ, 4 գթալ, լցնում եմ ու խառնում, տեսեք, եթե տաք է լինում, այսպես ինքը չի լուծվելու, մերվելու, գնդիկներ է լինում, իսկ սառը, որ լինում է, ավելի լավ է, պետք է խառնենք, որ տակը չկպնի, մերին էլ է շատ սիրում մանի, բայց տանը չի, վաղը կգա, կաթը պահեմ, լցնեմ հեսա ինչ որ բանի մեջ, մի փոքր ավելացավ, էլի այստեղ, հեսա այս կաթը, որ դնում եմ սառնարանը, չէ, որ սառում է, երեսը մի հատ սենց հաստ յուղալի շերտ է կապում, և ես շատ եմ սիրում այդ շերտը, ինքը թթվասեր է, հավաքում են, թթվասեր են պատրաստում տնական, խումսեր են ասում, վայքում ասում են խումսեր, այսինքն հումսեր էլի, խումսեր, ու մանին սպիտակաձավարը խառնենք, դուք էլ լսած կլինեք, որ ասում են մանին չաղացնում է, մանի կերեք, չաղացնում է, ովքեր ուզում են չաղանալ, գիրանալ, թող մանի ուտեն, տես որ չես խառնում, ինքը գնդվում է, պետք է սենց խառնես, Լիլիթն էլ բարսակի փաթիլներ ուզեց, այսօր ամեն մեկը մի ախորժակի է, մի ճաշակի է, ես էլ կատնովը կուտեմ, մի աման լցրեցի կերա, մեջը էլի կա, ես էլ կատնովը կուտեմ, կամ եթե հիմա չուտեմ, առավոտ շուտ կտաքացնեմ, կնախաճաշեմ, իհարկե կդնեմ սառնարանը, որ չթթվի, մի փոքր աղ եմ լցնում, պարտադիր աղ լցնում ենք, ինչ լովն է, մի քիչ էլ պեսոկ, մի 2 գթալ, 2 գթալ էլ պեսոկ լցրեցի, ինչ լավ մանի է, տեսեք ինչ լավն է, այսպես ջրիկություն է լավ, իհարկե էլի եռում է, քրթքրթում է, տեսեք ինչ լավ հավեսին, շատ քիչ շաքարավազ լցրեցի ու կարագ դնեմ, մի 2 կտոր էլ կարագ, շատ չեմ ուզում դնել,
Նաև ջրով էլ եմ պատրաստում։ Ես տեսել եմ, որ մարդիկ կան կաչի եղել, ջրով էլ են պատրաստել, կերել են։ Եվ ով ինչպես ուզում է, այնպես էլ պատրաստում է, նույնիսկ փոշի կաթով էլ են պատրաստում։ Լավն է, չէ՞, խտությունը, իրապնդությունը, այսպես։ Այն որ շատ պինդ ա լինում, գնդվում ա, գունդ ա լինում, նայեք, մի հատ տենց գնդիկ չկա մեջը։ Ահա, նայեք։ Հարթ։ Ընտիր սպիտակաձավարը պատրաստ է։ Ասի մանի եմ պատրաստում, այդ Լիլիթն է գիտի փողի հետ եմ, որ ասում եմ, հենց համ կան Լիլիթը չի ուտի։ Ամ չգիտեմ, բայց հենց ես ուտեմ հետո։ Ոնց որ չորանում է հեչ բան անում։ Հա, պետք է sense տակ ժամանակ ուտես էլի Աշոտ ջան։ Իրան։ Սառում եմ տեսակ տենց արդեն Պես են։ ուտել ես։ Հա, գցել եմ, բայց տես եթե պակասա կարաս լցնել։ Արի։ Այս կերեք թո չմնա։ Արի դու էլ մի քիչն էլ պահում են քեզ։ Էլի հետևորդներ արդյունքում հաստատվեց այսպիսի haman, դատարկվեց, այնքան համեղ էր եղել, բայց դե փոխարենը Լիլիթի համար հիմա վարսակի փաթիլներ են պատրաստում։ Այդքան շուտ։ Բա՞, պաճերա տվինք։ Պաճերյա։ Բացիդիալի։ Հեսա։ Արդյոք մնաց։ Չէ։ Շատ լիքնա ջուրը։ Թող եռա։ Էդ էլ թող եռա եւ ես ամանները, ափսեները հավաքեմ լվանամ։ Ձեզ էլ ասեմ բարի գիշեր սիրելի հետևորդներ, մեկնաբանություններում գրեք, ձեր տանն էլ է այսպես, ամեն մեկը մի բան է ուզում եւ դուք բոլորի այդ պատվերները կատարում եք։ Օրինակ իմ մոտ այդպես է, եթե ասեմ, չէ, չեմ սարքի, հավես չունեմ, սրտից դարդ կլինի։ Պարկեմ քնելու կմտածեմ, վայ, Լիլիթը վարսակի փաթիլներ ուզեց, ես չսարքեցի։ Իհարկե արդեն Լիլիթին գիտեք, ճանաչում եք, ինքը եթե մի բան ուզեց, վեր է կենում ու պատրաստում է։ Տանը չեմ լինում, ինքը իր գլխի ճարը տեսնում է։ Եվ սիրելի հետևորդներ, բարի գիշեր, բաժանորդագրվեք իմ ալիքին, տարածեք այն, ես լայքում եմ, դուք էլ ինձ լայքում եք, այո, սպասում եմ ձեր լայքերին և մեկնաբանություններին, լավ եղեք։